Նիկոլ Փաշինյանը այսօր անդրադարձել է եկեղեցուն եւ դիմելով սրբազանին օգտագործել է ներողություն եմ խնդրում բառի համար դոմփել բառը։ Արդյոք սազական է երկրի ղեկավարի նման բառապաշար։ Գիտեք ինչ, այդ չի այդքան սարսափելին այն մարդիկ, որոնք որ դա նորմալ են համարում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ձեզ ինչու է թիրախավորում եկեղեցու։ Երև վերևից ինչ որ իրան ասել են տենց արա, ինքն էլ տենց անում է։ Արդյոք սազական է երկրի ղեկավարի նման բառապաշար։ Եկեք ոչ մի բան չասեմ, չէ։ Ես այս վերջի 2 տարին լուրեր չեմ նայում, որպեսզի այդ Նիկոլ Փաշինյանի դեմքը չտեսնեմ։ Նա ոչ մի բան ճիշտ չի ասում եւ ոչ մի բան ճիշտ չի արտահայտում։ Ըստ էս ինչու է թիրախավորում եկեղեցու։ Միշտ էլ պիտի այս վերջին տարիներին թե նոր տարի ա լինում, թե զատիկ ա լինում, գնացել է, ոչ մի անգամ չի գնացել։ Դու այնքան բաներ կա սազական չի, պլյուս դրան։ Սազական չի։ Ըստ էս ինչու է թիրախավորում եկեղեցու։ Եվ անհավատ է։ Արդյոք սազական է երկրի ղեկավարի նման բառապաշար։ Ոչ։ Պարզա որ սազական չի նմանատիպ բառապաշարը։ Ես գտնում եմ, որ այս ավել նոր է կոմենտարի անելը։ Դուք զգում եք քաղաքում ինչ բարդակ է հանրապետությունը։ Ըստ էս ինչու է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում եկեղեցու։ Նովա է, ես ով եմ, նայ մի մարդը չի, ես ինչ կարամ ասեմ, աղջիկ ջան։ Ինձ համար պարզապես ծիծաղելի է դրա մասին խոսել։ Ինչ ասեմ։ Ըստ էս ինչու է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում եկեղեցու։ Նորմալ է, նորմալ ծրագիրը զարգացնում են։ Շատ ճիշտ ծրագրով գնում է մարդը, ինչ է գուր։ Իհարկե սազական չէ, նման արտահայտություն, անգամ եթե դեպքն էլ եղել է, նման արտահայտություն չեն անում։ Ամեն ինչ չէ, որ արտահայտվում են կամ երկրի ղեկավարի շուրթերից նման բան դիչը չի։ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է եկեղեցու։ Թեմայով ես չեմ խոսում ընդհանրապես։ Երկրի ղեկավարին չիրանք ունի ժողովրդի այդ ձևով խոսի չի կարելի։ Հետո էլ ժողովրդից են եղանում, որ ճիշտ պահվածք չունեն։ Չէ, մենք չենք հավանում իրան, ինքը լավ ղեկավար չէ, կարճ ասած։ Ըստ էս ինչու է թիրախավորում եկեղեցուն։ Որովհետև ինքը մուսուլման է, Ազիզ ջան, ինքը հայ չի, որովհետև Ալիևի պահանջներն է կատարում։ Երկիրը մաքրում է, որպեսզի իրան ընդունի։